Եվ այո, զարմանալի է առհասարակ բեմի կախարդանքը եւ էներգիան, որ կարողանում է մեկ տեղել երկու գիգանտ արտիստերի հրաշալի զուգերքեր, ասա։ Այո, ու միմյանց լրացնում են այլ ոչ խանգարում։ Այո, ամենակարևորը։ Ֆանտաստիկ դուետներով ներկայանում։ Այսօր դուետով չէ, մենակ է ներկայանում մեր խոհանոցում։ Նա, որը կենցաղից արվեստ խորագրի միջոցով եւս կարող էր իր աշխատանքները ցուցադրել, մենք առավոտյան խոսում էինք այդ ցուցահանդեսի մասին ժամանակավոր, ես հասկացա Անուշ, բարի լույս, Համատեղ աշխատանքը որ կարող ենք այո, կենցաղից արվեստ նաև խոհանոցը նկատի ունենալ, ոչ միայն գորգագործությունն ու ասեղնագործությունը։ Համաձայն եմ, իրականում չէ, որ սա էլ մշակույթի մի մաս է եւ իսկապես խոհարարները կարող են հետաքրքիր գլուխգործոցներ ստեղծել։ Դե ինչ ենք այսօր ստեղծելու Որ գլուխգործոցի մասին այսօր խոսքը լինելու։ Պատրաստելու ենք աղցան ռուկոլայով, ոսպով, նուրով, դդմիկը արդեն տապակել եմ, համեմ, ավոկադո, նուշը դնեմ արդեն թող մի փոքր բովի։ Եվ մենք ունենք այստեղ հունական յոգուրտ բաղադրատոմսով, այդպես է, որ պետք է խառնել, բայց ես ուզում եմ ուղղակի կենտրոնում կավելացնեմ եւ ով կցանկանա կարող է իր համար խառնել հենց այդ հատվածը վերցնել աղցան։ Այս բաղադրիչը մի տեսակ սպիտակուցային ռումբ է, օգտակար բաղադրիչները շատ են այս դեպքում, համեմված իհարկե կանաչեղենով, նռով, մի խոսքով, իսկ բաղադրատոմսը դու ես մտածել, թե ամեն դեպքում Իրականում ոսպով նմանատիպ աղցան մենք պատրաստել ենք էլի, բայց հենց այս ձևով, որ հունական յոգուրտով մատուցվի, սա հենց տեսա ու մտածեցի, որ կարելի է հենց նույն ձևով պատրաստել եւ հետաքրքիր կլինի նաեւ մեր հեռուստադիտողների արձագանքները։ Եվ նաեւ օրինակ դուք վերջում կասեք կուտեիք խառնած, թե այդպես առանց յոգուրտի։ Մինչև կբովի ընկույզը, նուշը, մենք ուրեմն Բայց երևի բոլոր այն մարդիկ, ովքեր հիմա իրենց ձեռքի տակ չունեն հունական յոգուրտ, գուցե օգտագործեն քամած մածուն, չէ՞, օրինակ դա կարող է նույնպես տարբերակներից մեկը։ Միանշանակ, այո, կարող են նաև տարբեր դրան ավելացնել, օրինակ ես մտածում եի կարելի է մի փոքր սխտոր ու սամիտ ավելացնել, այդ դեպքում ավելի հետաքրքիր համ կստանա եւ այդ ժամանակ կարելի է խառնել, ինձ թվում է։ Քեզ համերն էին պակասում փաստորեն հունական յոգուրտի։ Գուցե Ավելացնում ենք ինչ կանեչի, համեմ։ Հիմա համեմ ենք ավելացնում եւ ավոկադոն կկտրենք, իրականում շատ արագ պատրաստվող դդմիկն էլ ընդամենը 5 րոպեում մենք տապակեցինք նախապես, որպեսզի ժամանակը բավականացնի եւ ասեմ, որ տապակելու ժամանակ աղ չեմ ավելացնում, որպեսզի շատ աղիչ ջուրը այո դուրս չգա եւ հաճելի լինի գոնե թե տապակելու ընթացքում, դրա համար մենք այստեղ մի փոքր աղ կավելացնենք եւ հետո վերջում նորից ընդհանուր աղցանի հետ Այ գիտես երբեմն ինչ եմ մտածում, մի քանի ամիս է ինչ միացել եմ ձեր թիմին, այստեղ եմ ծանոթացել եմ Անուշի հետ, մեր թիմին, այո, ներողություն, միացել եմ մեր թիմին, ճիշտ նկատառում էր։ Եվ Անուշ այստեղ անդադար րոպեների ընթացքում կարողանում է պատրաստել շատ օգտակար, հետաքրքիր համեղ բաղադրատոմսեր, ուտեստներ, աղցաններ եւ այլն։ Բայց Անուշ հետաքրքիր է կա քո պրակտիկայում օրինակ բաղադրատոմս, որը մի քիչ եթե շատ ասենք, մարտահրավերի է նմանվում, շատ զգույշ ես մոտենում այդ բաղադրատոմսին, որովհետև թե պատրաստման ընթացքը, թե համադրությունները բարդ է առհասարակ ստացվում։ Եթե շատ բարդ լինի, չեմ սկսի, երևի թե։ Նույնիսկ չես սկսի։ Խոհարարների հետ գուցե այդպես պատրաստենք, իսկ տանը հիմնականում ոչ մի բարդ բան չկա, եթե շատ մեծ ցանկություն կա դա անելու, անպայման պետք է մի հատ տանը հանգիստ ժամանակահատվածում պատրաստել, հասկանալ, ինչպես, ոնց եւ վերջ։ Իրականում բարդ բան կարծում եմ չկա։ Լավ, պարզապես պիտի տիրապետես Բայց մի քիչ որ ասացիք զգուշ մոտենալ, երևի թե ավանդական ուտեստներին էլ ավելի զգուշությամբ եմ մոտենում։ Ահա։ Հետաքրքիր բաներ, այո, Իսկ ո՞րն է ավանդական խոհանոցում, քանի որ տեսանյութերի օգնությամբ ոչ միայն տաղավարում դու պատրաստում ես նաև հենց գյուղերում, համայնքներում, բազմաթիվ նոր մատուցմամբ, հա, այդ ուտեստները պատրաստել ես, ո՞րն է եղել քեզ համար բացահայտում, Անուշ։ Բացահայտում ածիկը, Ահա։ դա ծլեցրած ցորենից պատրաստվող
չգիտեմ, նախուտես, նախաճաշ, ուղղակի դա խավիցի նման, նույն մածուցիկությամբ ուտեստ է, բայց շատ օգտակար, շատ վիտամիններով հարուստ։ Ուղղակի չկա դրան համարժեք որևէ այլ ուտեստ, որ այդքան վիտամիններով հարուստ լինի։ Եվ հիմա ինչ ենք անում։ Մենք ավելացնում ենք այստեղ աղ, Մեզ մնացել է առնել բաղադրիչները կարծես։ Ոչ այդքան։ Եվ ավելացնենք ոսպը։ Այսքանը բավական է։ Ու մի փոքր աղ կանենք, որովհետև ես ոսպին աղ չեմ ավելացրել։ Դդմիկին եւս աղ չենք ավելացրել դրա համար մի քիչ առա։ Դրա համար այո, շատ քիչ արեցինք։ Մենք դդմիկը չենք խառնի, որպեսզի իր գեղեցիկ տեսքը մնա, եւ այստեղ կավելացնենք բուսական յուղ։ Մի քիչ առատ, որովհետև ոսպ ոլոր ընդհանրապես երբ օգտագործում ենք, մի քիչ ավելի առատ է պետք օգտագործել։ Ոսպը շատ հետաքրքիր է, որովհետև շատ-շատերի մոտ եմ հանդիպել այդ զգացողությունը, երբ ասում ես ոսպով ճաշ կամ ոսպով աղցան, միանգամից չգիտես ինչու, բայց հիշում են իրենց մանկապարտեզային տարիքը։ Ես ոսպով բրինձով փլավ։ Խենթանում եմ այդ փլավի համար։ Բայց այս մանկապարտեզային տարիքում, օրինակ, ոսպով ճաշը մեր նախընտրելին չէր, որովհետև այդ օրը գրեթե երեխաներից, չգիտեմ, մեծ մասը հրաժարվում էին եւ չէին ուտում ու պայքար էր սկսում մեր դասերակների։ Իսկ դու ոսպով ապուր ես սիրում, թե ոսպով աղցան կամ փլավ։ Լսիր, հիմա ոսպով ցանկացած բան սիրում եմ Ոսպ սիրում ես։ Բայց ժամանակին իմ եւ ոսպի միջև նույնպես կար պայքար։ Հաղթեց ոսպը։ Այո, տարիների ընթացքում հաղթեց նա։ Իսկ դու կերել ես կարմիր ոսպով քյուֆթա։ Ոչ։ Բայց կփորձենք որ այստեղ անուշ, չէ՞, թե ոչ։ Այստեղ պատրաստել ես արդեն։ Մենք այստեղ պատրաստել ենք, բայց մի անգամ էլ կարելի է քեզ համար պատրաստենք, որպեսզի դու էլ տեսնես, թե որքան զգաս, որքան համեղ է։ Դա մեծ պատիվ էր ինձ համար։ Ես արդեն պատկերացնում եմ, թե որքան համեղ է նաև այս աղցանը, որովհետև այնտեղ կա ռուկոլա, որը ունի յուրահատուկ համ, եւ ես գիտեմ ինչպես է դա համադրվում նռան հետ, նռան հատիկների։ Եվ գիտես, ես համոզված եմ, որ եթե այսօր այստեղ լիներ մեր գործընկեր Միկան Ղափլանյան, իհարկե հեռվից հեռու, այսպես կհիանար, կասեր հրաշալի բաղադրատոմս է, բայց պակասում է որևէ մսամթերք այս դեպքում։ Եվ նա ստեյքի տարբերակներից մեկը կառաջարկեր այս աղցանի հետ, բայց որ ըստիս կարելի է։ Գիտես մտածում էի, նոր բաղադրատոմս են մոգոնում տեղում։ Ահա, եւ որևէ մսային բանի հետ մատուցել, եթե ոսպը չլիներ այս աղցանի մեջ, ավելի թեթև կլիներ, իսկ ոսպով կարելի է պարզապես որպես ընդմիջում սա այս աղցանը ուտել եւ հագեցնող է վստահաբար։ Այո, որովհետեւ շատ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում, ինչպես բոլոր հատիկեղենը եւ հիմա նուշն էլ ավելացրեցին, կարող եք նաեւ կտրել, բայց այս անգամ որոշեցի այսպես։ Գեղեցիկ նուշը այդպես շատ գեղեցիկ է։ Եվ հիմա մենք ավելացնենք կարևորին։ Այստեղ կենտրոնում կդնենք հունական յոգուրտը եւ ով կցանկանա կարող է յոգուրտով խառնած ուտել։ Իսկ ով ոչ կողքից կարող է սնվել։ Մեզ մնում է ասել անուշ լինի։ Անուշ, շնորհակալություն։ Մեզ էլ մնում է վազել խոհանոց, որպեսզի փորձենք այս վիտամինային ռումբ աղցանը, որպեսզի հասկանանք յոգուրտով թե առանց։ Ամեն դեպքում շնորհակալություն, լավ որ քեզ մաղթենք Անուշ, մենք շարժվում ենք առաջ, միացեք մեզ։